Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին։ Գործարար ալիքի եթերում մեկնարկում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատեղ նոր նախագիծը, որը անվանել ենք Հարցականով հոգատար պետություն, որովհետեւ նախագծի շրջանակներում փորձելու ենք հասկանալ, թե որքանով է մեր պետությունը հոգում մեր ձեր բոլորիս կարիքները, մասնավորապես խոսելու ենք հանրային ինստիտուտների մասին, առողջապահություն, կրթություն, հանրային տրանսպորտ եւ այլ ինստիտուտներ, որոնք կազմակերպում են, այսպես ասած, մեր կյանքը, բայց իրենց կողքից հերվից խոշորացույցով մենք կարծես թե այնքան էլ չենք նկատում, չենք տեսնում, խոսում ենք առանձին կետերի մասին, բայց ոչ ընդհանուրի մասին, եւ սա է նպատակը, որ որոշել ենք մեկնարկել ծրագրերի շարք, որի ընթացքում կխոսենք հենց հանրային ինստիտուտների մասին, նրանց գործունեության մասին եւ կփորձենք հասկանալ, թե Հայաստանում ինչն է լավ աշխատում, ինչի շուրջ դեռ պետք է աշխատենք։ Այսօր մեր հյուրն է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պարսյան, փորձենք որպես այսպես ներածական թողարկում մի քիչ խոսել հանրային ինստիտուտների մասին առհասարակ։ Մենք հանրային դիսկուրսում, մեդիայում խոսում ենք հաճախ, հա, կրթության խնդիրներից, խոսում ենք տրանսպորտի խնդիրներից, բայց համակարգային կապ այս ամենի միջև եւ հենց ընդհանուր կրթության միջև որպես համակարգ մենք կարծես թե չենք տեսնում։ Մենք տեսնում ենք առանձին խնդիրներ, հա, չկան ուսուցիչներ, չկա, տոմսը թանկ է, այսինչ, բայց այս բոլոր խնդիրները որպես համակարգի մաս չենք տեսնում։ Ձեր դիտարկումները արդյոք Հայաստանում պակասում են գիտելիքները հանրային ինստիտուտների մասին եւ ինչ է միջին հայը պատկերացնում, երբ որ մենք ասում ենք հանրային ինստիտուտներ։ Միջին Հայաստանի քաղաքացին, այսպես ասեմ, հայը մի քիչ կոռեկտ չէր։ Մարդկության զարգացման ողջ պատմության ընթացքում մենք ունեցել ենք հանրային ինստիտուտների որոշակի էվոլյուցիա, հեղափոխական այսպես զարգացումներ եւ այլն։ Անշուշտ դա պայմանավորված էր մարդու վարքագծի փոփոխությամբ, սպառման պահանջների ավելացմամբ եւ նաեւ նոր մարտահրավերներով, որոնք ի հայտ են գալիս հասարակության եւ մարդկանց համար։ Եվ դրանով պայմանավորված այսպես ցեղային ինստիտուտների ձևավորումից մենք հասել ենք մինչև ներկայիս պետական ինստիտուտներ եւ ներկայումս արդեն նույնիսկ ունենք վերազգային պետություններ, օրինակ Եվրոմիությունը, վերազգային կառույց, այո, որպես այդպեսին, եւ նախանշվում է, որ ապագան նաեւ լինելու այսպես կորպորացիաների ինստիտուտ, այսինքն գալիս ենք դրան, որ պատահական չէ, որ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ արդեն խոսվում է այդ էրայի սկիզբը, որ խոշոր կորպորացիաները դարձել են պետության թելադրողը եւ պետական դեմքերը, նրանք նշում են, որ պետությունը արդեն կորցրել է իր ճկունությունը, արդյունավետ կառավարման լծակները, տեսեք մենք ոնց ենք պետությունը կառավարում, տեսեք մենք ոնց կարող ենք պետությունը ավելի արդյունավետ դարձնել։ Դրա վառ օրինակը Մասկի շրջանի այսպես վերջին փորձարկումները, հա, կտրել, կրճատել, պակասեցնել եւ այլն, այսինքն նրանք այդ հայտն են ներկայացել, այսինքն մենք բավականին հետաքրքիր էվոլյուցիա ենք ունեցել, սկսած ցեղային, ստրկատիրական, այսպես նաև տոհմային, տարբեր այսպես փուլերով եկել ասել ենք այստեղ։ Պետության այսպես ինստիտուտի ձևավորման մասով Դիդրոն էր դեռ ասում, որ ասում էր մարդիկ դա իրենք կամավոր հանրային պայմանագիր են կնքում պետություն ձևավորելու շուրջ, այսինքն մենք ազատներով կամ այսպես մեր կամքը եւ քայլերը գիտակցելով մյուսների հետ որոշում ենք հանրային պայմանագիր կնքենք պետություն ստեղծելու շուրջ եւ պետությանն ենք փոխանցում մեր իրավունքների մի մասը կամ զիջում մեր իրավունքների մի մասը այն ակնկալիքով որ պետությունը ավելի արդյունավետ կկառավարի, հա, գործընթացները, կոլեկտիվ շահերից բխող նաև ծրագրեր կկարողանա իրականացնել գլոբալ, տեղային նշանակությամբ անշուշտ, եւ որից կօգտվենք նաև մենք։ Այսինքն պետության կայացումը հենց նաև դրա հետ էր կապվում, որ պետությունը կոլեկտիվ շահերի ավելի լավ դրսևորման ձև է, պաշտպանության ձև է։
Ժամանակակից պետությունները շատ են փոխվել, որովհետև քաղաքական տարբեր այսպես լծակ հոսանքներ կան, տարբեր ուժեր կան, որոնք ժամանակ առ ժամանակ գալիս են պետության դերի ավելացմանը, պակասեցմանը, այսպես լիբերալների, այսպես սոցիալիստների, թե ձախերի մեջ կան, թե աչերի մեջ կան այդ խնդիրը կա, այո։ Բայց պետք է նշենք, որ վերջի շրջանում այդ սահմանները գրեթե վերացել են, որովհետև ինչպես ծայրահեղ լիբերալները, այսպես էլ ծայրահեղ պետության կողմնակիցը հասկացել են, որ այսպես միքս տարբերակն է, ավելի ճկուն արդյունավետ, ելնելով խնդիրների լուծման առանձնահատկություններից, իրավիճակից եւ այլ եւ այլ։ Եվ հիմա պետության դերը բավականին կարևորվում է մի քանի ուղղություններով, ասենք օրինակ նույն անվտանգությունն է թիվ 1 դերը շարունակում է մնալ, որովհետև պետությունը անվտանգային խնդիրներ լուծող կարևոր այսպես ինստիտուտներից մեկն է կամ որոշ դեպքերում միակը, Խոշոր ներդրումային ծրագրերը նույնպես դարձել են ժամանակակից պետությունների այսպես մասը եւ մարդիկ ցանկանում են պետության միջոցով մասնակից դառնալ խոշոր այսպես նախագծերին, դա լինի տրանսպորտային նախագծեր, էներգետիկ նախագծեր եւ այլն, դա եւս Իդեպ խոշոր նաեւ ժամանակի մեջ, չէ, երկարաժամկետ նախագծեր։ Դա եւս կարեւոր է։ Ինստիտուտների զարգացման, կայացման մասին բազմաթիվ հետազոտություններ գոյություն ունեն։ Ես կուզեմ նշել հատկապես Տարոն Աճեմօղլու հետազոտությունը, որը բավականին հետաքրքիր օրինակ էր բերում, նշելով օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Մեքսիկայի սահմանի մի գետ կա, գետի ափին երկու քաղաքներ կա, ամերիկյան եւ մեքսիկական։ Երկուսն էլ ունեն նույն բնակլիմայական պայմանները, նույն ռեսուրսները, սակայն ամերիկյան ափի քաղաքը բարեկեցիկ է, մարդիկ լավ են ապրում, զարգանում են դինամիկ, իսկ Մեքսիկայի այսպես ափին գտնվող քաղաքը աղքատության մեջ է, չքավորություն, կոռուպցիա եւ այլ եւ այլ։ Եվ այս իրավիճակը բացատրվում է նրանով, որ ամերիկյան կողմում գոյություն ունեն ինստիտուտներ, իսկ մեքսիկական կողմում չկան։ Ամերիկյան կողմում գործում էր պետական մի շարք ինստիտուտներ եւ նաեւ մասնավոր ինստիտուտներ, խոսքը վերաբերում է օրինակ արդարադատությանը, ոստիկանությանը, տարբեր այսպես պետական ծառայություններին, որոնք մատուցվում են, մասնավոր ինստիտուտներ էր գործում, բանկային համակարգներ գործվում, մասնավոր ինստիտուտ գործում էր ընդհանրենք մասնավոր կենսաթոշակային համակարգի եւ այլն, իսկ մեքսիկական ափում այդ ինստիտուտները չկային կամ թե զարգացած է։ Այսինքն հասարակությունների եւ պետությունների զարգացումը ներկայումս կանխորոշվում է հենց ինստիտուտների առկայությամբ եւ զարգացվածությամբ։ Նույն Հայաստանի այսպես տնտեսական խնդիրները, սոցիալական մարտահրավերները պայմանավորված են նաև ինստիտուտների թե զարգացվածությամբ կամ բացակայությամբ։ Հայաստանում մենք արդեն 30 տարի անկախություն ունենք, 30 տարուց ավել նույնիսկ, բայց մենք պետք է խոսենք, որ ինստիտուտներն են մեզ մոտ զարգացած, կայացած որպես ինստիտուտ։ Ինստիտուտ ասելով ինչ նկատի ունենք, համակարգ, որտեղ առանձին բաղադրիչներ գտնվում են փոխադարձ կապի մեջ, ինքնա այսպես կարգավորվող են եւ դրսից դրա վրա ազդել հնարավոր չէ կամ քիչ հնարավոր է եւ ինստիտուտը լուծում է իր խնդիրը եւ տարբեր քաղաքական ազդեցություններին չի ենթարկվում ինքը կոչված է հանրային խնդիրների լուծման ոչ թե քաղաքական խնդիրներ այսինքն ինքը երկարաժամկետ ստեղծվող ինստիտուտ է տարիներ ժամանակ երբ որ ասում ենք Հայաստանում ինչ ինստիտուտն է կայացած ասում են բանակը Կարծում եմ վերջի տարիների ընթացքում նույնիսկ այդ գաղափարը բավականին հիմնավոր չի դիտվում, որովհետև տեսնում ենք, որ նույնիսկ բանակի պարագայում մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ կառավարման մասով, դրանց ազդեցության մասով, տարբեր որոշումների կայացման եւ այլն։ Այլ ինստիտուտների պարագայում դատական համակարգը կարծում եմ բավականին մեծ դժգոհություն ունենք դատարանները առնվազն անվստահություն ունենք միանշանակ, դժգոհություն, անարդյունավետություն, հա, բավականին երկար է գործերը այսպես քնվում։ Խոսքը վերաբերում եթե ոստիկանությանը եւ դատախազական մարմիններին, ապա կտեսնենք, որ այդ դեպքում եւս բավական մեծ անվստահություն կա, որոշակի նաեւ ընտրանքային մոտեցումներ կա, հա, առանձին դեպքերի մասով, այսինքն մենք ունենք նույնատիպ իրավիճակ, բայց տարբեր որոշումներ են կայացնում։
ակնհայտ է, որ այդ ինստիտուտների զարգացումը Հայաստանում դեռևս չի ավարտվել։ Մենք ունենք պետություն, հա, որպես այդպեսին, բայց պետական ինստիտուտները դեռևս կայացման փուլում են։ Մենք ունենք սեփականության ինստիտուտ, հա, ճանաչում է պետության սեփականության իրավունքը եւ այլը, բայց բազմաթիվ դեպքեր կարող ենք ասել, որ մարդիկ չեն կարողանում իրենց սեփականության իրավունքը պաշտպանել։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով կամ բավականին երկար է տևում այդ պաշտպանությունը, որը մարդկանց համար դառնում է գլխացավանք։ Ամփոփելով նշեմ, որ ինստիտուտները շատ կարևոր են ցանկացած պետության համար։ Պետությունը որպես այդպեսին չի կարող ինստիտուտ դառնալ։ Պետությունը իր մեջ պետք է ունենա ինստիտուտներ, որոնք, ինչպես դուք նշեցիք, գտնվում են փոխադարձ կապի մեջ, կրթական ինստիտուտը իր խնդիրը լուծի, արդարադատությունը իր խնդիրը լուծի եւ այլն։ Եթե դուք արդարադատության ինստիտուտ չունես, կրթական ինստիտուտը շատ դժվար է զարգանալ, որովհետեւ հա, մեկը մյուսի հետ փոխկապակցված են միանշանակ։ Խնդիրներս ունենում, պետք է ինչ-որ վեճերս ունենում, բնական է, պետք է ինչ-որ մեխանիզմ ունի, որ լուծվի դա։ Եթե դու չունես, սա հարցեր է առաջացնում, հետեւաբար մենք պետք է հասկանանք այդ ինստիտուտները, որոնք պետական են, զարգացնել։ Ցավոք, այս վերջի շրջանում մի ընդհանուր տենդենս կա, որ ինչ որ պետությունը վատ է կառավարում, կամ չի կարող, ասում են եկեք մասնավորին տակ։ Հա, մեզ մոտ դա իդեպ շատ ես ձեզ ուզում եի հարցնել, որովհետև տեսեք, հենց այս տաղավարում բազմաթիվ մարդկանց հետ, բիզնեսի հետ կապված եւ ոչ միայն տնտեսության հետ կապված, երբ որ զրուցում ենք, կարծես թե կա մի այսպիսի մանտրա, որը Հայաստանում բավականին ոչ միայն այս կառավարությանը, դա եւ վաղուց եմ նկատել, հա, կրկնվում էր, որ մասնավորը ամեն ինչ անում է ավելի լավ։ Եթե ուզում ես մի բան, որ լավ լինի, թող անի մասնավորը։ Արդյոք դա այդպես է։ Այդ կարգախոսներով Հայաստանի ռազմավարական, էներգետիկ, հանքարդյունաբերական եւ խոշոր օբյեկտները մասնավորեցվեցին։ Այսինքն իրենք նշեցին, որ օրինակ պետությունը վատ կառավարիչ է, եկեք մասնավորեցնենք մեր էներգետիկ ոլորտը, վատ կառավարիչ է, եկեք մասնավորեցնենք մեր հանքարդյունաբերության ոլորտը։ Եկեք մասնավորեցնենք պետությունը, հա, իրենց ու հետաքրքիր գիտեք որն է, որ ամեն մասնավորեցումից հետո ուղեկցվում էր այդ ապրանքների, ծառայությունների սակագների աճ։ Դիցուկ։ Օրինակ մենք որոշեցինք բաշխիցանցը մասնավորեցնենք, ասելով, որ պետությունը էներգետիկ համակարգը վատ է կառավարում։ Մասնավորեցելուց հետո բաշխիցանցը բարձրացեց սակագները։ Եթե սակագները պետքա բարձրացնեինք, որ համակարգը շարունակեր գործել, պետությունը հետո բարձրացներ սակագները էլի շարունակեր գործել։ Մասնավորին մի տեսակ թույլատրվում է, որտեղ ինքը դե իր շահը ունի, իսկ պետությունը պիտի շահ չունենա։ Եկեք այս պահին այսպես մի շարք մասնավոր ընկերություններ նայենք, խոշոր նույնիսկ ինստիտուտ, տեսնենք իրենք ինչպես են կառավարում նույն էներգետիկ ոլորտում, հեռահաղորդակցության ոլորտում, որոնք ժամանակին այսպես տարբեր անվան տակ մասնավորեցվել են պետությունից։ Չպետք է մենք ծայրահեղության մեջ ընկնենք, ոչ պետք է 100% ասենք պետական համակարգն ամբողջությամբ բարձրացնում, ոչ մասնավոր է։ Աշխարհում կա բավականին լավ փորձեր, այսպես երբ որ միասին են դա կազմակերպվում համատեղ ուժերով, ոլորտներ կան, որոնք պետական են եւ արդյունավետ են գործում ավելի քան մասնավորները։ Նույն օրինակ երկաթուղու պարագայում, այսինքն կամ ճանապարհաշինության եւ այլ ոլորտներ կան, որ աշխարհում բեսա դիտարկվում է, ասենք պետական առաջնահերթություններ եւ պետությունն է դառնում հիմնական դերակատարը, որտեղ ինքը կա այդ խնդիրները լուծի արագ։ Դրա վառ օրինակը մեր հյուսիս-հարավի կառուցումը, որ պետությունը այսպես փորձեց, այսպես մասնավորի միջոցով համատեղ ինչ-որ ծրագրեր անել, կոնկրետ հողերի հետ կապված օտարում եւ այլն, չէ՞ հիմա կառուցում ենք 2019-ին, երբ որ պետք է ավարտենք։ Այսինքն մենք չպետք է գնանք ծայրահեղության մեջ, մենք պետք է ինստիտուտներ ստեղծենք։ Իդեպ պետությունը եւս որպես տնտեսվարող պետք է իր ինստիտուտները ունենա։ Խոսքը վերաբերում է, չգիտեմ, մենակ շինարարության մասով, էներգետիկայի մասով, ինքը պետք է կարողանա ոլորտի վերաբերյալ տեղեկատվություններ ունենա, հմտություններ, կարողություններ կուտակի։ Ոչ թե ասես ձեռները այսպես դնի, ասի մասնավորը կանի։ Մենք ինչ չենք կարող, եկեք տանք մասնավորին։ Այդ տրամաբանությամբ մենք չենք կարող կտրուկ զարգացում առաջտած ունենալ։ Դրա վառ օրինակը նույն միջազգային փորձի հաջողված տարբերակներ կան, երբ որ պետությունը մասնակցում է գործընկերին եւ պետք է նաեւ ընկնենք ծայրահեղության մեջ անիֆի օրինակով, հա։ Իսկ մենք գումարներ տանք մարդկանց, որոնք կյանքում $1 այսպես
չեն վաստակել, Հալալ քրտինքով, չեն շրջանառել, բայց միլիոնավոր դոլարների ապագա են որոշում եւ տեսանք ինչպես են որոշում։ Սա էլ է ծայրահեղություն, այո։ Այսինքն դա իրենք հիմա հետաքրքիր գիտեք որն է, այս իրենց անիֆի օրինակով հիմա այսպես ջնջում են բոլոր պետական մասնակցությունը, երբ որ պետության առաջարկում են ինչ-որ նախագիծ, որ process-ի մասնակցի, ասում են, չէ, տեսակ անիֆը այսպիսի օր ընկանք չարժի, հա, մտնել նորից դրա տակ։ Այսինքն իրենք կարողացան այդ այսպես անիֆի օրինակով փակել պետական մասնակցության ծրագրերը, բայց նույն պետությունը, երբ որ իրան պետք է, դա էլ է անտեսում, դրա վառ օրինակը նույն Ամուսարի պարագա է, որ օրինակ պետությունը որպես այսպես գարանտ դարձավ այդ Ամուսարի վարկի այսպես հիմնական դերակատարը։ Նույն այդ լիբերալները, ծայրահեղ այսպես խոսում են ձախերը, աչերը, իրենք ասում են պետությունը իրավունք չունի մասնակցի process-ին, բայց արի տես հիմա պետությունը մի հատ հանքավայրի շահագործման համար դարձավ բան, երաշխավոր 150 միլիոն դոլարի մասով։ Ես եւ դուք մեր հարկերով պետք է երաշխավորենք որևէ մի հատ հանքի ապագա գործունեությունը, որում ունի տնտեսական, բնապահպանական եւ այլ ռիսկեր, անվտանգային նաեւ ռիսկեր։ Այսինքն կան հարցեր, որոնք ցավոք այսպես մեզ մոտ հստակ ձևավորված չէ, ասեմ ոչ մեզ մոտ աշխարհում նաեւ ընդհանուր process-ները գնում են, բայց երբ որ պետությունը ինքը այսպես իրավիճակից ելնելով այսպես ասում է, դες պետությունը վատ կառավարիչ է, եկեք մասնավորեցնենք։ Իմ ընկերներից մեկը մի հատ լավ այսպես բան ուներ, ձևակերպում ուներ, ասում էր մասնավորի այսպես թալանը հիմնավորում են պետության անարդյունավետության թեզով, էլի։ Այսինքն պետությունը անարդյունավետ է, եկեք նվիրենք մասնավորին կամ կոպեկներով տանք մասնավորին, կամ մասնավորին տանք մի հատ այսպես ինչ-որ ոլորտ։ Ճիշտ չի էսի, այսինքն տրամաբանությունը արդեն հուշում է, որ այս մարտիկ կանխակալ ինչ-որ բան ունեն, ինչ-որ ներխմբային շահեր ունեն։ Ներխմբային շահերի պայմաններում Հայաստանում ինստիտուտներ չեն զարգանում։ Այդ դրա վառ օրինակը հենց դա է։ Հա, շատ հաճախ այդ մասնավորը, որին նաև պատվեր է ներկայացնում պետությունը, մեկ էլ պարզվում է, որ մասնավորի սեփականատերերի մեջ պետության պաշտոնյաներ են կամ նրանց բարեկամները, ինչը նույնպես, հա, բավականին տխուր պատկ է, հա, լրիվ պատահական, միանշանակ մենք հավատում ենք։ Ես մի քիչ ուզում եմ այդ կորպորացիաների հարցին գնալ, որովհետև շատ հետաքրքիր թեմա, այսպես ասենք, թեմայի հասակ, եթե մենք ուշադրություն դարձնենք թեկուզ Ամերիկայի օրինակով, հա, այն ամբողջ աղմուկը, որ հիմա կա Ամերիկայում, գոնե ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ արդի աշխարհում այդ աճ կամ ձախ, որ ասում են, իրար չէ, չգիտեմ, կամ դեմոկրատներին կոմունիստներ են անվանում եւ այլն եւ հակառակը ֆաշիստներ, այնպիսի տպավորություն է, որ այսօր այդ աճ ու ձախ այդ գիծը տարանջատումը տեղի ունենում այս կերպ։ Նրանք ովքեր հիմա նրանց հիմա անվանում են ձախ, ավելի շատ 20-րդ դարին հատուկ, հա, պետական կառավարման այդ չինովնիկական դասակարգի կողմնակիցներն են, հին եւ բարի ինստիտուտներ, այսպես ասած։ Եվ նրանք ովքեր հիմա, ասենք, աճ ֆաշիստներ են անվանում, ավելի շատ այդ կորպորատիվ կառավարման կողմնակիցներն են, ավելի բիզնես տրամաբանությամբ պետությունը կառավարելու, էֆեկտիվության տրամաբանությամբ կառավարելու կողմնակիցներ, ու մենք տեսնում ենք այս երկու ուղղությունների պայքարը։ Էֆեկտիվության մասին չենք կարող խոսել։ Դե իրենք են խոսում, հա, մեզ դժվար է գնահատել, ժամանակ չի անցել։ Այս այսպես բիզնես դասակարգի պատկերացմամբ էֆեկտիվությունը ծախսերի նվազեցումն է։ Ասում եմ, եկեք ծախսերը նվազեցնենք, ուրեմն կստացվի, որ համակարգը արդյունավետ է գործում։ Եթե այո, արդյունք հարաբերած ծախս, այսպես պարզ մաթեմատիկական բանաձևով անենք, այո, կստացվի, որ արդյունավետությունը բարձր է։ Բայց պետության պարագայում արդյունավետությունը պետք է աճի, այսինքն մենք ենթադրենք պայմանական եմ ասում, 5 լավ սովորող ուսանող ենք ունենում, ասում ենք 5 լավ սովորող ուսանողի վրա մենք նախկինում 100 միլիոն ենք ծախսում, հիմա 80, ուրեմն արդյունավետ ենք գործում, բայց մեր խնդիրը այդ 5-ը սարքենք 7, ոչ թե ծախսը կրճատենք, հա, շատ բարձր օրինակ։ Պետությունը չի կարող բիզնեսի տրամաբանությամբ աշխատել։ Հենց էսա խնդիրը, այսինքն պետք է ինքը փորձի արդյունքը ավելացնի առաջին հերթին։ Բացի այդ, մի շարք հանրային բարիքներ կան, որոնք պետությունն է արտադրում։ Պետությունն է ստեղծում, որտեղ բիզնեսի համար հետաքրքիր չի դա անել, նույն օրինակ կրթություն, հանրակրթությունը։
Մասսայական հանրակրթությունը պետությունը այդ ծախսը իր վրա է վերցնում, որ իր ժողովուրդը գրագետ լինի, կիրթ լինի։ Մասսայական առողջապահական ծրագրերը նույնպես պետական ծրագրեր են, որ իրական։ Հիմա պատկերացրեք, ասում ենք, եկեք ծախսերը կրճատենք առողջապահության, բայց չենք դնում ցուցանիշ, որ օրինակ չգիտեմ, մարդկանց կյանքի տևողությունը պետք է ավելացնենք։ Հա կրճատեցիր ծախսերը, ինչ փոխվեց։ Իսկ մարդիկ էլի ենթադրենք ապրում են խոցելի խավերը ավելի վատ առողջապահական համակարգի։ Իրանք են դուժել, այսինքն մենք պետք է հասկանանք տրամաբանությունը պետական համակարգում բիզնես տրամաբանություն, շահութաբերության տրամաբանությամբ չեն կարող գործել։ Այստեղ մեր համար թիրախը նպատակը արդյունքի ավելացումն է։ Այո։ Եվ երկարաժամկետությունը, որ հանրությունը երկարաժամկետ նորմալ գոյատևի։ Մի կարևոր հանգամանք է, պես ներառականությունը։ Հա։ Այսինքն բիզնեսի դեպքում այդ ներառականությունը չկա, այսինքն կորպորացիայի ղեկավարը կամ բաժնետերը իրան շահերի մասին են մտածում։ Իսկ պետության բaragam ներառականությունը պետք է ապահովես։ Կրթության, առողջապահության հասանելիությունը, որակյալ լինելը, մատչելիությունը եւ այլս խնդիրներ պետք է կարողանաս լուծես դու։ Օրինակ շատ հաճախ նշում են, ինչու մենք պետք է ենթադրենք մարզում հիվանդանոց կառուցենք։ Նրա համար պետք է կառուցի պետությունը, որ առողջապահությունը լինի մարդկանց համար հասանելի, այդ ինստիտուտը լինի հասանելի, մատչելի։ Կարող է որակի տեսանկյունից անշուշտ այն որակը չստանաս ինչ-որ Երևանում, բայց մարզի պետք է մարդ ունենա այդ ինստիտուտը, հա, այդ առողջապահության ինստիտուտը, որ ինքը ապրի, կայանա։ Ինչու են մարդիկ իրենց բնակարանները վաճառում գալիս Երևան, ինչու են իրենք երեխաներին ուղարկում Երևան, ինչու են, չգիտեմ, իրենց կյանքը պատկերացնում Երևան, որովհետև այդ ինստիտուտները կայացած չեն ընդեր։ Սկսած կրթական, առողջապահական, ծառայությունների, զվարճանքի նույնիսկ այդ ինստիտուտները նույնիսկ կայացած չեն։ Սա խնդիրներ են։ Հիմա օրինակ չգիտեմ, շատ այսպես գովերքում են ասֆալտապատումները, հա, ասֆալտապատումը ինքը ինստիտուտ չի, հա։ Ասֆալտապատումը պարզապես հեշտացնում է Երևան տեղափոխվելը։ Այդ տեսանկյունից եթե նայենք այո, բայց եթե դուք օրինակ ասֆալտապատում եք ճանապարհները, բայց գյուղմթերքի իրացման, գյուղմթերքի մշակման ինստիտուտները չես զարգացնում, դա ոչ մի արդյունք չի տալիս։ Օրինակ, դե ինֆրաստրուկտուրան կարևոր է, բան չեմ ասում։ Օրինակ, մենք ճանապարհները կառուցել ենք գյուղերի, բայց մեր գյուղատնտեսությունը աճ էական չի գրան, աճ չունի, առանձին տարբերությունից անկում ունի։ Ինչու՞, քանի որ օրինակ պետությունը, որը պետք է ռոռոկման ծրագրեր իրականացներ, չի կարողանում այդ ծրագրերը, ջրամբար, ջրատար չի կարող կառուցի։ Հիմա ստացվել է, պետությունը սուբսիդիա էլ է տալիս վարկի։ Ճանապարհ կառուցել է, սուբսիդիա տալիս է գյուղ վարկի, բայց ջուրը չի հասցրել գյուղացուն։ Հիմա գյուղացին այդ մթերքը ո՞նց է աճացնելու։ Բնականաբար չի աճացնել։ Այնօր կառավարությանիստի ժամանակ բողոքում են, ասում են մարդիկ տանում են բերքը ցանում են միտեղ, որտեղ կարկուտ է գալիս, դիտավորյալ են ցանում, որ կարկուտը գա, իրանք փոխհատուցում ստանա։ Այսինքն չի կարելի գնել այդ սխալ ծայրահեղությունների մեջ, հա, եթե տեսնում եք նման բան կա, ուրեմն սահմանափակեք այդ տարածքում կամ այդ մարզում այդ ապահովագրությունից օգտվելու հնարավորությունը կամ ասեք այս մարզերում այս բերքն ենք մեզ միայն ապահովագրում եւ այլ, այսինքն պետությունը որպես ինստիտուտ իր գյուղատնտեսության կառույցով ինստիտուտով պետք է այդ խնդիրները լուծի։ Մենք գյուղատնտեսության նախարարություն չունենք, քավ լիցի, թող նախարարության փոխարեն մի հատ այլ անուն ելներ, բայց այդ ֆունկցիան կարողանար այդ խնդիրը լուծել, բայց խնդիրը չկա լուծող։ Բանկերի համար օրինակ նայեք ինչ են անում, ասում են, քանի որ պետությունը չի կարող վերահսկել, եկեք վարկերի տրամադրման վերահսկողությունը դնենք բանկերի վրա կամ վարկերի ծախսման նպատակայնությունը դնենք բանկերի վրա։ Դիցուք, եթե մենք գյուղ վարկերը սուբսիդավորում ենք, թող բանկերը տեսնեն այդ գյուղ վարկը, որ վերցել է մարդը, գյուղ նպատակով է ծախսել, թե հարսանիք արել օրինակ։ Բանկերի վրա է դրված ամբողջ այդ բան։ Պետությունը գրեթե չկա ստե։ Բանկին ի՞նչ է պետք։ Իրա փողը որ հետ ստանա։ Իրան թե այդ փողը ինքը ինչ նպատակված է, ընդհանրապես է տակիչ։ Այդ պետությանն է պետք, որ իմանա, բայց պետությունը որոշել է չէ։ Բանկը մեր փոխարեն կաշխատի օրինակի համար եւ կհետեւի, որ այդ մեր տված բանկին ինչին է պետք, քո մոտ գյուղատնտեսությունը կզարգանա, թե չի զարգանա։ Իրան պետք ամեն ամիս ասես մարդին փողը բերում է տալ, թե փողը, elə մի բան է լավ է, որ պետությունը սուբսիդիա է տալիս,
քիչ է տոկոսը գալի, ամսական մարումները քիչ է լինում, ավելի հեշտությամբ վարկ վերցնում, բերում տալիս են։ Սուբսիդավորում ես դու իմ շրջանառությունն ու գործունեությունը։ Իսկ այն երևույթներ կա, մենք չպետք է ընկնենք ծայրահեղության մեջ։ Այո, պետք է որոշ ոլորտներ կա, պետք է պետական լինեն, որոշ ոլորտներ պետք է մասնավոր լինեն, որոշ որտեղ կարելի է համակցել։ Դրա նաև լավ օրինակներից մեկը Չինաստանում կա բավականին հետաքրքիր փորձ է սա առումով, չեմ ասում չինական մոդելը բռնենք կրկնօրինակենք, մենք ոչ այդ ժողովուրդն ենք, ոչ այդ մշակույթն ունենք, դրա մասին չի խոսքը վերաբերում, բայց ասենց ասեմ, շատ հաճախ դրսի տարբեր շրջանակներ, ինստիտուտներ, հենց դրա մասին խոսենք, միջազգային ինստիտուտներ, կա համաշխարհային բանկ, IMF-ը եւ այլն, Հայաստանին իրենց խորհուրդները այսպես ներկայացնում են որպես վերջնական ճշմարտություն եւ մեր պետական համակարգում եւ մասնավոր համակարգում մարդիկ կան, որոնք դա այսպես աստվածաշնչի տեղ ընդունում են։ Իրանք չեն փորձում այլ տարբերակ մտածեն, որ կարելի է փորձել, բայց երբ որ նույն այդ իրենց կանոններին չեն հետևում աշխարհի խոշոր տերությունները, ասում ես լավ, մեզ առաջարկում եք ենթադրենք օրինակ ազատականացնել շուկան, թողել որ բոլոր երկրները իրենց ապրանքները բերեն, բա Ամերիկա Միացյալ Նահանգները հիմա իր շուկան փակում է։ Բայց բան չունեք ասելու, կամ օրինակ որոշել է միակողմանի մաքսատուրքերը բարձրացնում է։ Այդ նույնը եթե ժամանակին աներ ուրիշ երկրները, նույն տարբեր համաշխարհային որ առևտրի համաշխարհային կազմակերպությունը եւ այլն կասեն ոչ չի կարելի դուք խախտում եք առևտրի կանոնները միջազգային կամ մաքսային օրենսդրության հետ կապված հարցեր կառաջանան։ Այս ակնհայտ է որ այսպես ես հերո եմ այն մտքից որ խոշորները հավասար են փոքրերի հետ, այո նման բան չի կարա լինի։ Այսինքն Յուպիտերը միշտ էլ իր հզորությունը ունի եւ կօգտագործի իր լծակները։ Եվ բայց սա ինչու է, սա մեզ պետք է որ ազդակ փոխանցի, որ մեր քաղաքականությունը մշակենք ռեալ պոլիտիկայից, ռեալ իրավիճակից ելնելով, առանց ինչ-որ տարբեր ինչ-որ քարացած լիբերալ ծայրահեղ մոտեցումներից կախված լինելով եւ նաեւ մյուսը, ասենք ծայրահեղ պետական մոտեցումներից կախված, որը մեզ հարմար է, այդ տարբերակը պետք է փորձենք առաջ գնանք։ Խրախուսման, զսպման մեխանիզմները անհրաժեշտ է եւ պետական համակարգում, եւ մասնավոր համակարգում։ Եթե չկա այս խրախուսման, զսպման, վերահսկման այս սկզբունքները, երկուսի դեպքում չի աշխատի։ Պարոն Պարտիան, ինչ է կարծում այսօր կա արդյոք ճգնաժամ ինստիտուտների։ Երբ որ մենք տեսնում ենք այդ քաղաքագիտության տեսակետից մոտենամ հարցին, նա պոպուլիզմի մասին, երբ որ կարդում ենք, թե ինչու է այդքան աճ տարբեր երկրներում գրանցվել, հա, առաջին պրեդիկտորներից մեկը դա ինստիտուտների թուլացումն է։ Երբ որ այսինքն ոչ երբ որ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական ինստիտուտները սկսում են ավելի շատ սխալներ գործել, սկսում են ոչ էֆեկտիվ լինել, դա բերում է ինչ որ հանրային բողոքի, բնականաբար հանրային բողոքը առաջացնում է։ Այսինքն կա արդյոք թե միջազգային, թե պետական տարբեր ինստիտուտների, այն ինստիտուտները, որոնք կառուցվել են 20-րդ դարում, երկար ժամանակ աշխատել են, այսօր կարծես թե որոշակի մարտահրավերների չեն դիմանում։ Անշուշտ կան այդպիսի խնդիրներ, դրա օրինակը միգրացիան է, միգրանտների նկատմամբ այդ ծայրահեղ մոտեցումները հատկապես Եվրոպայում է նկատվում։ Ինչով է դա պայմանավորված, որ անկառավարելի, ասես միգրացիա կա, վերահսկելի միգրացիա կա դեպի Եվրոպա, որը եվրոպացիների կյանքի որակի անվտանգության վրա էական ազդեցություն է թողել։ Այսինքն եվրոպացիներից շատերը տեսնելով միգրանտներին եւ նրանց վարքագիծը, նրանց նաեւ մի մասի ապօրինի գործողությունները, անօրինական այսպես գործողությունները, իրենց վախ ունեն, իրանք հասկանում են, որ իրենց նախկին ինստիտուտները, ոստիկանությունն, արդարադատություն չի կարող դրանց դեմ առնել։ Նույնիսկ միգրանտները կարող են շաբաթներով փողոցները փակել, այրել, կռիվներ հրահրել, այսինքն պատերազմ մղել պետական տարբեր ինստիտուտների, կառույցների դեմ։ Իսկ դա նրանց այսպես տալիս է ազդակ, որ չէ, մեր իմացած այն պետությունը չի կարողանում մեզ պաշտպանի։ Եվ արդեն գալիս են այսպես պոպուլիստները, որոնք ասում են, գիտեք, այն որ մենք ասում ենք բաց սահմաններ, բազմամշակութային այսպես արժեքներ եւ այլն, դրանք գոյություն չունեն կամ դրանք վնասում են ձեզ, սիրելի եվրոպացիներ, պետքա մեզ հետևեք, մենք պետքա սահմանները
փակ պահենք Տրամպի պարագայում նաև Պարիս կառուցենք, որ թույլ չտանք, որ միգրանտները վերադառնան, կամ միգրանտներին պետք է ինքնաթիռ նստեցնենք, ուղարկենք այդ երկրներ։ Եվ մարդիկ անշուշտ դրան վստահում են, կարևորում են, որովհետև դա իրենց կյանքից է բխում, մարդկանց չես կարող մեղադրել։ Օրինակ, նույն շարքային ամերիկացի պարագայում իրենց համար դա է կարևոր։ Իրանք, չգիտեմ, հերու Ուկրաինայի կռիվներով հետաքրքրված չեն, ոչ էլ, այսպես, չգիտեմ, Սիրիայի հարցով կամ Արցախի հարցով։ Իրանք ինեն նեզնեղ խնդիրներ, անձնական խնդիրներ, որը պայմանավորված է անվտանգային խնդիրներով, միգրանտներով, աշխատանքով, կյանքով, բարձր ինֆլյացիայի տեմպով եւ այլ եւ այլ։ Իրանք այդ է իրանց հետաքրքրում։ Օրինակ, ինֆլյացիա վերջի տարիներին բարձր ինֆլյացիա կար Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ որ նախորդ վարչակազմին հարց էին բարձրացնում ինչու է ինֆլյացիա, ինքը ասում էր Պուտինն է մեղավոր, որ մեզ մոտ բարձր ինֆլյացիա կա։ Մարդկանց չի էլ հետաքրում Պուտինը կա, չկա, մարդկանց հետաքրում է իրենց ինֆլյացիան լուծվելու է, թե չի լուծվելու։ Եվ 1-2 բնականաբար այդ գալիս են ուժեր, որոնք օգտագործում են այդ ալիքը, Տրամպը դրա օրինակը շատ լավ արդյունավետ օգտագործեց, նույնիսկ այն նահանգները, որոնք այսպես լողացող են, ինքը կարողացավ հաղթել այդ նահանգների մեծ մասը։ Նման գործընթացներ գնում են նաև Եվրոպայում հիմա այսպես կամանց ավելի դանդաղ տեմպերով, բայց դա նկատվում է։ Եթե մարդիկ տեսնում են, որ օրինակ մեծ գումարներ է ծախսում պատերազմի վրա Ուկրաինայում, երբ որ իրենց սոցիալական եւ տարբեր կրթական խնդիրներ ունեն, ֆինանսական խնդիրներ ունեն, ասում են ինչու եք այնտեղ ծախսում, եկեք մեզ համար այդ գումարները ծախսեք։ Շատ բարձր այսպես խնդիր են դնում եվրոպական այսպես ղեկավարության առաջ։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ կա մի էլիտա, որը շարքային քաղաքացիների օրական խնդիրներից արդեն կդրվել է։ Իրեն գլոբալ այսպես բաներով են տարապում, հա, խնդիրներով, հարցերով, մտածմունքներով, բայց շարքային քաղաքացին այս բանը ուրիշ խնդիր ունի։ Դա լինի Եվրոպայում, թե լինի Հայաստանում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եվ այն ուժերը, որոնք այդ քաղաքացու այսպես բողոքը կամ ահանջմունքը գտնում են, փորձում են դրա վրա աշխատել։ Այո, բոլոր տեղերում մարդիկ ուզում են լավ ապրել, բոլոր տեղերում մարդիկ ուզում են ապահով ապրել։ Հատկաց Հայաստանի պարագայում դա թիվ 1 պահանջարկն է այսօր, այո։ Մարդիկ ուզում են, որ իրենց երեխան տանը մնա, չծառայի, օրինակի համար, դա էլ է դարձել մարդկային պահանջմունքները, պատահական չէ, տարբեր քաղաքական ուժեր գալիս են, ասում են մենք պրոֆեսիոնալ բանակի կողմնակից ենք։ Այս ձեր պատկերացած բանակը ցանկությամբ, հա։ Այո, ցանկությամբ։ Ձեր երեխեքը կարան չգան ծառայության օրինակ։ Իրանք բռնում են, հա, այսպես հանրության տրամադրությունը եւ փորձում են դրա վրա աշխատել։ Դա նաև տրանսպորտին կարա վերաբերի, դա նաև կարող կենսաթոշակային այսպես խնդիրներին կա։ Օրինակ նույն կենսաթոշակային համակարգը ստեյցիան փորձում է մասնավորեցման տրամաբանությամբ գնալ, ասում են հիմա որ թոշակառուն բողոքում է, ասում է թոշակը ցածր է, պետություն բարձրացրա։ Այս կենսաթոշակային բարեփոխումը որ արվեց 2014 թվականից տրամաբանություններն է, որքան դու շատ կկուտակես, այնքան շատ կստանաս։ Իսկ վաղը միսօր երբ որ գա թոշակի տարիքը, թոշակը քեզ չերի կասնի, ասել են շատ աշխատեիր, շատ ստանայիր, ներողություն, մենք քեզ չեն կարող օգնել, այսինքն ամբողջությամբ գնաց քո վրա։ Այսինքն պետության պոզիտիվ պարտավորությունը, որ պետք է իր կենսաթոշակառուի համար բարեկեցիկ ծերություն ապահովել, փոխանցվեց անձին, ասեցին դա։ Դա չէ տենց տենդենց, պետությունը կամած կարծես թե իր վրայից այդ պարտավորությունները փոխանցում է անընդհատ։ Այսօր թերևս միայն այդ բիոպարտավորությունն է մնացել, պետությունը պետք է նայե, որ դու չմահանաս։ Մնացած բոլորը կամած ինչ որ մասնավոր ընկերությունների ձեռքին։ Խնդիրը դա նույն քաղաքացին ասում է, եթե դու ամբողջությամբ գցում ես այսպես ին վրա կամ մասնավոր վրա, Ելքի պիտի ես քեզ հարկ տամ, ելքի պիտի գամ ծառայեմ քեզ մոտ, ինչի պետքա քո որոշումները կատարեմ եւ այլ, այսինքն սա էլ է խզվում։ Եթե ես տանում եմ մասնավոր մանկապարտեզ, եթե ես տանում եմ հետո մասնավոր դպրոց, այսինքն այդ ամեն ինչի գումարը ես եմ տալիս։ Ես հասկանում համալսարան, հետո ասենք ես որպես ծնող, հա, չգիտեմ, ես տղայի մայր չեմ, բայց պատկերկարող եմ պատկերացնել տղայի մորը, որ ասում է ես այս քաղաքացուն իմ գրպանից սարքել եմ մարդ, առանց քո խառնվելու հարգելի պետություն, մասնավոր նաև բուժել եմ հիվանդանոցում։ Բա ինչու ես քեզ պետք է զինվոր տամ։
Տրամաբանական է, չէ՞ հարց։ Չէ, իրոք տրամաբանական է, ժամանակակից աշխարհը մարդակենտրոնության վրա է ձևավորվում, որքան էլ խոսենք այսպես բարձրարժեք թեմաներից, հայրենասիրությունից, հայրենիքից, պատմությունից եւ այլն, բայց մարդը փորձում է ամեն դեպքում պրոյեկտի նաեւ իր վրա, թե դրանից ինքը ինչ է ստանում։ Նույնիսկ եթե մարդը կարողանում այսպես հպարտանա իր անցյալով, իր պատմությամբ, իր պետության ձեռքբերումներով, ինքը դա համարում է իրենը։ Օրինակ մեզանից շատերը դրսում եղել է, չէ՞, որ մենք հպարտացրենք տարբեր ձեռքբերումներով, որպես օտարերկրացիների շփով, ասեմ ես Հայաստանից եմ, որովհետև եւ ասել եմ Հայաստանը օրինակ առաջի քրիստոնյա ժողովուրդ է, կամ Հայաստանից եմ, որովհետև մեր շախմատի հավաքականը մի քանի անգամ օլիմպիական չեմպիոն է եղել, այսինքն դա ինձ հպարտանալու առիթ է տվել, նաեւ անձնական, նպատակով, անձնապես շփվելու ժամանակ։ Վերջին անգամ ես հպարտացա, երբ ինձ զարմացած ասացին ոնց դուք ատոմակայան ունեք, ասացի այո, հետո մտածում իսկ ինչ եմ ես ընդհանրապես դրանից հասկանում։ Չէ, քո պետության ձեռքբերումն է, բայց դու կապում ես քեզ դրա հետ, իհարկե։ քեզ հետ նույնականացնում ես։ Ու մեր արցախյան հաղթանակների հետ եւ մենք նույնականացնում Հայաստանի շատերը չէին կռվել, չէին մասնակցել, բայց համարում են իրենց մի մասնիկը եւ վստահ մի մաս էլի համարում է։ Բայց դրանք պետքա իրոք քաղաքացին պետքա հպարտանա, քաղաքացին պետքա օգնի այդ ամենը հասնելու համար։ Շատ դժվար է իրականության մեջ ներկայիս հատկապես երիտասարդությանը հենց այդ իրենց կիսվելու, մասնակցելու այդ մոտիվը ստեղծել, որովհետև այդ եսակենտրոնությունը բավականին խորանում է։ Եթե դու էլ նախ ամեն ինչի համար անգամ քո թոշակի համար դու ես վճարում, դա ավելի է խորացնում։ Համաձայն եմ ձեզ հետ։ Չկա ընդհանուր հարթակներ։ Մեզ պետք է իրոք այդ այնպիսի հանրային նաև գոյությունի պետական ինստիտուտներ եւ գոյությունի հանրային ինստիտուտներ։ Օրինակ հանրային ինստիտուտների պարագայում Հայաստանի դեպքում ընտանիքը, որպես այդպեսին դեռ կա, չնայած դա էլ իր փոփոխությունների ընթացքի մեջ է, այսպես։ Նույն օրինակ հանրային ինստիտուտի այսպես փոփոխությամբ պայմանավորված նաև օրինակ բնակարանների նկատմամբ պահանջարկը իրականության մեջ։ Օրինակ նախկինում ծնողների հետ էին ապրում, հա, մի քանի այսպես քույր եղբայրով եւ այլն, հիմա արդեն ամենքի իր բնակարանն է փորձում այսպես ունենալ եւ դրա իման վրա օրինակ բավականին մեծ պահանջարկ է ստեղծվում անշարժ շուկայում։ Դա էլ հետաքրքիր այսպես փոփոխություններ է որ կա։ Հիմա էլի համաշխարհային տրենդ է։ Հիմա օրինակ նույն Հայաստանում նոր արդեն ինստիտուտ է գնում, որ արդեն չամուսնացած երեխան է փորձում առանձին առա, որ հետագայում նաև ամուսնանա կամ չամուսնանա։ Սա էլ ինստիտուտների վերափոխում է, ուրբանիզացիայի հետևանք է, էլի, հա։ Որ մենք պետք է հասկանանք եւ չենք կարող սահմանափակենք։ Ուղղակի խնդիրը այն է, պետությունը ինչպես կարող է այդ մարդկանց պահանջմունքները բավարարել եւ այնպես տանը եւ ինքը օգտվի եւ անհատ օգտվի։ Այս երկկողմանի այդ շահը պետք է անշուշտ դրվի հիմքում, հա, պետության հիմքում, տարբեր ինստիտուտների կայացման հիմքում, այնուամենայնիվ յուրաքանչյուր անհատի պարագայում շատ կարևոր է նաև այդ դաստիարակության հարցը։ Դա արդեն գալիս է ընտանիքից, միջավայրից, դպրոցից եւ այլն, ինքնանվիրումը, հա, զոհաբերության գնալը, բարեգործություն անելը, օրինակ նույն մենք հաճախ խոսում ենք, որ արևմուտքում անսիրտ են եւ այլն, բայց եկեք տեսեք, որ օրինակ նույն արևմուտքի կազմակերպությունները իրեն շրջանառությամբ 6-ից 7% բարեգործության են հատկացնում, շրջանառության։ Հայաստանի կազմակերպությունը ո՞ր մասն է իր բարեգործության կամ տարբեր։ Այսինքն դա էլ է մշակույթ, որ պետքա ստեղծի, որ կիսվես, փոխանցես, նպաստես, հա, մյուսների զարգացմանը, կայացմանը, այդ էլ դաստիարակության հարց է։ Ոչ թե մտածես, որ հարկ պետքա տամ թո պետությունը պահի, այլ դու մասնակցես տարբեր բարեգործական, բարեսիրական ծրագրերի կայացմանը եւ այլն։ Դա լրիվ նորմալ է եւ սա էլ դաստիարակության հարց է։ Բնապահպանական խնդիրների լուծմանը շատ տարածված է։ Դա այսպես կոչված քաղաքացիական հասարակությունն է, որը Հայաստանում չգիտես ինչի ուրիշ որակավորում է ստացել, մինչդեռ ինքը շատ բնական բան է, իհարկե։ Քաղաքացիական հասարակություն, հասարակական կազմակերպություն, NGO-ները, հա։ Օրինակ մեր հասարակական կազմակերպությունների մեծ մասը ապրում են կամ ֆինանսավորում են գրանտներով։
Այսինքն զուտ են տրամաբանությանը, որ հասարակական կազմակերպության անդամները փող պետքա դնեն, պահեն այդ կազմակերպ գրեթե չկա, կամ շատ քիչ կա, հա։ Այսինքն ստեղծում են ՀԿ ինչ որ մի տեղերից, հա, կամ մի քանի տեղից գրանտ են ստանում, այդ գործունեությունը իրական, այսինքն բուն է նպատակը, որ հասարակ այդ ՀԿ-ի անդամների շահերը պետքա ներկայացվեր, սա պետքա, կամ իրանք պետքա փող բերեն դնեն։ Հիմա նույն ՀԿ-ների մեծ մասը դարձել է պես բիզնես տրամաբանությամբ գործող։ Համաձայն եմ, բայց ես վերջի շրջանում, ինչպես ինձ է թվում, տեսնում եմ բացառություններ այս քաղաքասարակությունների մեջ, օրինակ հատկապես տեսեք, ասացիք, որ բանակը ամենավստահելի ինստիտուտն էր համարվում եւ ամենակայացված 2020 թվականից հետո բնականաբար այս ռեյտինգը իջավ շատ լուրջ, բայց բարձրացավ շատ բարձր անվտանգության պահանջարկը եւ այս ֆոնի վրա կարծես թե այդ ռազմամարզական կազմակերպությունները ես պարզապես հետևում եմ, հա, իրանց ընթացքին, իրանք հենց կլասիկ դասական քաղաքասարակության սկզբունքով սկսեցին աճել։ Անդամներն են գումար տրամադրում, սատարողներն են գումար տրամադրում, որոնք այսօր Հայաստանում իրանք կլասիկ քաղաքասարակության ինստիտուտներ են, որոնք աճում են։ Բանակի այսպես ինչ-որ ֆունկցիա փորձում են։ Հա, քանի որ կա պահանջարկը, չկա բանակը որպես ինստիտուտ, որը գոնե այն չի բավարարվում, այսինքն ինքը կա, բայց այն ուզում ասեմ այն պատկերացումների բանակը, որը կար էլի, հիմա չկա, դրա ֆոնի վրա մենք տեսնում ենք այս քաղաքասարակության այս մասի աճը։ Բառը համաձայն եմ ձեզ հետ, ունենք իմ քույրիկս էլ է նույնիսկ այդ ակումբների մասնակից դարձել, ինքն էլ տնտեսագիտության տեխնացու, դոցենտ, բայց ինքը որոշել է օրինակ մասնակցի գնում է վարժանքների, հավաքների եւ այլն, ու էլ իմ շրջապատում բազմաթիվ մարդիկ կան, որ 20 թվից հետո մտել են այդ process-ի մեջ ու իրանք իրանցով գումար են հաստեղծում եւ այլն։ Այդպիսի նաեւ այսպես ինստիտուտներ է ձևավորում նաեւ գործարար շրջանակներ, օրինակ տարբեր գործարարների միություններ կան, ակումբներ կան, որ միավորվում են բավականին բարձր անդամավճարներով, իրենք ստեղծում են մի համայնք, որոնք հաճույքով են իրար հետ շփվում, այսինքն մեկը մեկին փորձում են օգտակար լինել, կարողանում են տեղեկատվություն մեկը մեկին փոխանցեն եւ ոչ մեկին պարտական չի, հա, նաեւ այդ տրամաբանությունից ելնելով։ Ու իրանք շատ լավ արագ զարգանում են ու բավական հետաքրքիր այսպես հանրային ինստիտուտներ են, որոնք քաղաքացիական ինստիտուտներ են, որ զարգանում են պետությունում։ Ու դա շատ նորմալ է, տրամաբանական է, գնում է առաջ։ Բայց այս ամենը պետք է այսպես լինի պետության ինստիտուտների թույլատման պայմաններում կամ մթնոլորտում։ Պետության ինստիտուտները այո, կանխատեսելի է, որ ժամանակակից աշխարհում պետք է վերափոխվեն, թուլանան նաև, հա, նախկին տրամաբանությունից ելնելով, բայց պետք է վերանան, հա, կտրուկ կամ դրանց փոխարեն ինչ որ մի հատ ՀԿ գա, ասի ես օրինակ անվտանգության հարցը կուսամ։ Այդպիսի այսպես ծայրահեղություններ են ունեցել Հայաստանը, որ կար ինստիտուտ, որ ասում է ես սահմանագիծը ես կանեմ, օրինակ ՀԿ կար, որ ասում է ինձ փողը տվեք, ես բաներ եմ կառուցում, այսպես հենակետեր եմ կառուցում եւ այդ էլ է ծայրահեղություն, այսինքն դու պետության հետ քննարկել ես, բանակի հետ քննարկել ես, որտեղ պետք է կառուցես։ Երբ որ պետությունն էլ քեզ կոչ է անում, գոնե պետության դեմքերից մեկը քեզ կոչ է անում հանրությանը, որ ժողովուրդ ջան ջոկատ կազմեք, գտեք ձեր մեջի հրամանատարին, տրամաբանական է, որ դրանից հետո որ այդ անհատ պետություն մենք պետք է նույնականացնենք ու շատ կարևոր է իշխանություն պետություն եւս պետք է նույնականացնենք վերադառնալով մեր հիմնական այսպես խորհրդի։ Ուզում ասեմ, բայց նման մեսեջից հետո իշխանությունները գալի գնում են, պետությունը մնում է։ Եվ մենք մեր եւ Հայաստանում եւ դրսում, այո, մենք նույնականացնում ենք։ Այսինքն եթե ես չեմ սիրում այս իշխանությանը, հետեւաբար այս պետությունը բանի պետք չի կամ այս պետության կողմից առաջարկվող ծրագրերը հակառակ իմ շահի է։ Այս ծայրահեղությունը մեր մոտ ունենք եւ իշխանություններն էլ այդ օգտագործում են, ասում են, եթե դու պետական ինստիտուտներից օգտվում ես, ուրեմն մեր հետ պետքա լինես, մեզ պետքա քվեարկես, մեր հավաքներին պետքա գաս, չգիտեմ, մեր չպետքա այսպես հակառակ մեզ լայքեր անես, օրինակի համար, նույնիսկ դա, այսինքն նույնիսկ պետական աշխատողների լայքերն են հետևում, որ ոնց դու համկաս մեր փողը ուտես, այսպես ասած, հա, ճակերտավոր։ Բայց դա էլ նման արդեն կորպորացիա է, չէ՞։ Չէ, սա կորպորացիա չի իրականության մեջ, եթե ասես մարդիկ իրանց գումարն են դրել, իրանց խելքն են դրել, ջանքն են դրել, բայց այս մարդիկ փող չեն դրել, ոչ մի բան չեն դրել, սա իրանք
տարբեր քաղաքական իրավիճակով պայմանով ինչ որ պաշտոնի են հասել, հա։ Այդ կորպորացիան այդ մարդը փող է դրել, ջանք է դրել, աշխատանք է դրել, ուրիշ բան, որ ասի, լեսքան ես արել եմ, դու եկել ես իմ աշխատողն ես դարձել։ Քեզ քանդում, գնա, կամ չես ուզում իմ շահին համար աշխատես։ Դե ասածը սենա, որ փորձում են ինչ-որ կորպորացիայի սկզբունքներով աշխատեն, չլինելով կորպորացիա, էլի։ Էսի կորպորացիայի տրամաբանությունը չէ, սա իրանցը չի։ Սա բոլորինս է, պետությունը բոլորինս է, եւ որ սա պատասխանատվություն են կրում։ Եվ մենք պետքա տարանջատենք հա իշխանություն պետություն այդ հասկացությունները, տրամաբանությունը եւ մենք պետք է փորձենք մեր պետությունը հզորացնենք, ուժեղացնենք, պաշտպանենք, սա բոլորիս խնդիրն է։ Պետք է պատերազմի ժամանակ պետությունը դառնա բոլորինը, բայց լավ ժամանակ իշխանությանը, երբ որ պատերազմը լինում ժողովուրդ ասում են ժողովուրդ պետությունա ձերն է, զենք վերցրեք, եկեք պաշտպանեք, բայց երբ որ խաղա հիշում եմ որ պետության հնարավորությունը իրենցն է կամ իրենց նեղ թիմակիցներն ու ազգուտակինն է, իրանք օգտվում են, այդպես չի կարող լինել, հա, դրա հետևանքը լինում է այս պետության խեղաթյուրումը, եւ պատահական չէ որ մարդիկ ասում են թող իրանք է պաշտպանեն օրինակի համար, թող իրանք է կռվեն, թող իրանց տղաները գնան ծառայեն։ Այսինքն հենց այս սրա արժև են կանգնում, որը էլ ավելի է մեզ թույլատնում։ Մի կողմից էլ գիտեք, երբ որ տեսնում ես իշխանությունը նման ձև ապահում, հետո ասում ես լավ գնամ ես իմ պետությանը պաշտպանեմ, գնամ իմ պետության ծառայեմ, մի քիչ մարդկային առումով այսպես քցված է զգում, ասում ես լավ, էլի ինձ քցեցին, օգտագործեցին իմ զգացմունքները, իմ հոգեբանությունը, նվիրումը, պետք է մարդուն այդպիսի բան փոխանցեք, ազդակ փոխանցենք, հա, որ ինքը ինչ որ բան անում է, հանուն էս իշխանության կամ ինչ որ մեկին պահելու համար անում, այդ պիտի ինքը հասկանում պետության համար անում, եւ պետությունը իր խնդիրները լուծում է, իր քաղաքացիների համար մտածում է այն մարդկանց մասին, որ անձնագիր է տվել կապույտ, եւ պետք է փորձի այդ մարդկանց գեյությունից փրկի բերի հասցնի ամեն գնով բոլոր հնարավոր։ Դա էլ է պետության կարևոր այսպես խնդիրը, երբ որ տեսնում ես Իսրայելը մեկ գերու համար 1000 հոգու բացաթողում, որ այդ մի գերուն բերի հասցնի, հասկանում ես, որ մարդը մտածում է մի մարդը իր համար ավելի թանկ արժի կամ 1000, ասես ինչ որ թշնամի, որը չէ, բայց դրա բան էֆեկտը պատկերացնում եք տարածվող ինքը ցույց է տալիս, որ մի մարդ թանկ արժի եւ իր բոլոր քաղաքացիները դա տեսնում են, հետեւաբար հաջորդ անգամ երբ որ նա քաղաքացիներին կանչի, բոլորը կգնա։ Հաջողությունը պատահական չի լինում, այդ թվում նաև անհաջողությունը։ Այսինքն պետությունը իր հոգատարությունը ցույց տալով, հանրությունն էլ իր վերաբերմունքն է ցույց տալիս այս process-ներին։ Դրա համար պետք է ունենանք արդյունավետ գործող պետական համակարգեր, հավասարակշռող, զսպող, վերահսկող մեխանիզմներ պետության մեջ։ Մենք ունենք ազգային ժողով, որը ինստիտուտ է, օրենսդիր ինստիտուտն է, որը ինքը չի պատկերացնում իր ֆունկցիան։ Իրենց թվում է իրենց խնդիրը այս կառավարության համար այսպես օքեյներ տալն է, գնացեք աշխատեք։ Ոչ։ Օրենսդիրը պետքա վերահսկի կառավարությանը, այսինքն օրենսդիրը այն մահակն է, լծակն է, որ պետքա զսպի, որ այս կառավարության աշխատողները չթերանան, չհարաշահեն իրենց դիրքը, արդյունավետ գործեն, բայց իրենք ընդհանրապես հետաքրքրված չեն։ Ազգային ժողովի падգամավորների խոսքը վերաբերում հատկապես մեծամասնությանն է, իրանք չեն մտածում իրենց գործադիրի պաշտոնյաների նկատմամբ ինչպես կարող են այդ վերահսկողությունը դնել, ինչպես գործից ազատեն, ինչպես ստիպեն, որ լավ աշխատեն։ Իրենք դարձել են այսպես կնոպասխմող մեծամասն։ Բնական բոլորին չեմ ասում, բազմաթիվ մարդիկ կան։ Օրենսդիր ինստիտուտը Հայաստանում չի գործում։ Չի կայացել, սա նոր երևույթ չի։ Մենք ունենք կառավարություն, իդեմս այսպես վարչապետի, հա, եւ իր ձևավորած թիմի, որը որոշում է ինչ օրենք պետքա լինի, ինչ քաղաքականություն պետքա լինի, ով պետքա պաշտոններ զբաղեցնի եւ այլն եւ այլն։ Չկա վերահսկող մարմին, չկա մարմին, որին հաշվետու լինեն իրանք։ Իրենք խոստանում են տարբեր անվտանգային հարցեր, խոստանում են անվտանգ ապագա, խոստանում են տարբեր, չեն կատարում։ Ազգային ժողովը չի փորձում պահանջի, ասում ինչի՞ չես կատարում քո խնդիրը։ Դու եկել ես, թե կառավարության ծրագիր ես ներկայացրել, որ այսպես բաները պետք է անել։ Ուր է քո խոստացածը։ Օրենսդիրը որպես ինստիտուտ չկա։
Այսքան ֆորմալ ինստիտուտները փաստացի մեզ մոտ շատ վատ են աշխատում, դրա փոխարեն աշխատում են ոչ ֆորմալ։ Այո։ Այսինքն ազգային ժողովում ելույթ չեմ ունենա, բայց ես տենց տակից, եթե ինձ պետք է, ես կփորձեմ ծանոթներով։ Հաջորդ ինստիտուտի մասին խոսենք, դատական համակարգ ինստիտուտը, որը պետքա զսպի նաև կառավարության, հա, կառավարության քայլերը կշռի, դատի, հա, բայց արի տես, որ կառավարության ղեկավարը մեկ SMS-ով հանում է, ասես արդարադատության առանցքային դեմքերից մեկին։ Դրանից հետո ով կհավատա, որ արդարադատության համակարգը անկախ համարմին է եւ զսպում է կառավարությանը եւ պետական մյուս մարմիններին։ Դա նաեւ ազգական ներդրողներին, տնտեսական առումով, դրսից, հա, գումար բերողներին, ասում են, եթե ձեր երկրում ձեր վարչապետը կարա թիվ 1 մարդուն արդարադատության համակարգից հեռացնել SMS-ով, բաղ միսո ես եթե խնդիր ունեցա պետության հետ որպես ներդրող, պարզ չի, մի հատ դատավորին ինչ է SMS կգերի, իր խնդիրը կլուծի։ Այսինքն սրանից հետո դու չես կարողանում մարդ համոզես բերես, որ ստե կատարին ներդրում, այն էլ մեծ ներդրումների, խոշոր ներդրումների մասին է։ Կամ գալուց առաջ պետքա գա նախ հանդիպի իշխանության առաջի դեմքերին, իրենց կողմից ստանա այսպես դաբրոն եւ նոր սկսի, կամ էլ դες պետք է, բայց մարդիկ կան ասում են, չեմ ուզում ընդհանրապես իշխանությունների հետ շփվեմ։ Չեմ ուզում որ ինչ որ մեկին պարտական լինեմ, որովհետեւ ասում եմ, գիտեմ, ինքը այսօր կա, վաղը չկա։ Վաղը ես ինչ եմ անելու։ Այսինքն ինստիտուտների կայացում հենց դրանով է լավ, որովհետեւ դու չես քո ծրագրերը ապագան չես կապում կոնկրետ անհատից։ Այսօր այս մարդը իշխանության է, իմ բիզնեսը կզարգանա։ Իշխանություն չի կկորցնենք, այսինքն ինստիտուտը հենց դրա համար է նաև երկարաժամկետ քեզ կանխատեսելի հեռանկար է տալիս։ Իսկ մենք չենք տալիս դա ներդրողներին, տնտեսվարողներին, դրսի նույնիսկ տարբեր մարդկանց։ Օրինակ 22 թվականի ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո մոտ 100,000 պաշտոնական թվերով մարդ եկավ, հա, Հայաստան։ Նրանցից որ մասը մնաց Հայաստանում։ Կամ այո, կարացանք այդ մարդկանց մի մասին գոնե պահենք, հատկապես Հայաստանի պարագայում, որ ժողովրդական խնդիրներ հնչում էին, շատ դանդաղ աշխատեց պետական ապարատը։ Շատ դանդաղ, վախվորած, այսպես, չգիտեմ, նաև տրամաբանությունը էներ ինչքան կարող ենք փորձենք քերենք, նաև այդ տրամաբանությունները կար, հա, այդ մարդկանց նկատմամբ, հա, կարճաժամկետ էր իրենց խնդիրները։ Այս մասը թողեցին գնաց, որ եկել էին Հայաստան որակյալ աշխատուժ, երիտասարդ աշխատուժ, որ ժողովրդագրական խնդիր լուծում էր, տնտեսական խնդիր լուծում էր, տարբեր հարցեր լուծում էր։ Եկան գնացին, դու ինչ ստացար դրանից։ Այսինքն պետական ինստիտուտները, որոնք պետքա փորձեին պահեն ըստե եւ այլն, ես հիշում եմ, որ նաեւ մանկապարտեզներ փորձեցին իրենց երեխաներին բերեն որոշները, իսկ ռուս երեխաները սկսեցին հայերեն խոսալ մանկապարտեզում, ավելի հայերեն խոսեցին, ծնողներից լավ էին խոսում արդեն հայերեն։ Բայց գնացի մեծ մասը, ոնց եկան, տենց էլ գնացին այսպես։ Ալիքով եկավ գնաց, որովհետև Հայաստանում չկային այդ ինստիտուտները, որոնք այդ մարդկանց կպահեին ստեղ, նրանց ինտեգրեին հայկական միջավայրին։ Օրինակ նույն համատության համար Իսրայելում կան այդ ինստիտուտներ, օրինակ Սփյուռքի ինստիտուտ ունեն նախարարությունն, որ այդ խնդիրներն է լուծում։ Կրթության հետ կապված հարցալուծում, բնակարանի, աշխատանքի, այս ամեն գնով որ պահի ստեղ։ Քաղաքացիության հարց, այս Մեր մոտ այդ ինստիտուտները չունեցան, որ դա պահենք։ Սա լուրջ խնդիր է Հայաստանի պարագայում։ Ինչպես այդ խնդրից դուրս գալ։ Կա ինչ որ ասեք, այ Աճեմօղլուին հիշեցիք։ Մենք արդեն 1 ժամ է գրեթե խոսում ենք, ես ուզում եմ եզրափակենք, բայց այդ հարցերի հարցը, հա, մենք տեսնում ենք այ նույն օրինակը Ամերիկա եւ Մեքսիկայի միջև, այ ինչն է նպաստում նրան, որ կոմոդ սկսում են ձևավորվել ինստիտուտներ իրոք աշխատել։ Ինչ պետք է անել այդ ուղղությամբ։ Սա բավականին այսպես դժվար խնդիր է լուծելու համար ինստիտուտների կայացումը։ Ինստիտուտների կայացման համար պետք է քո քաղաքական մտավորական ընտրանին դա գիտակցի, հասկանա, որ ինքը երկիր է կառուցում ոչ թե իր համար, իր թորների համար, կամ իր բարեկամների համար, այլ բոլորի համար կամ հաջորդ սերնդների համար։ Այդ գիտակցումն է, որ մարդկանց կստիպի այնպիսի ինստիտուտ կառուցել հավասարակշռման, զսպման, վերահսկման մեխանիզմերով, որոնք կգործեն անկախ նրանից ով կլինի իշխանության, որոնք կշարունակեն իրեն ֆունկցիան կատարել, գործառույթը կատարել անկախ նրանից ով կլինի իշխանության։ Եվ դրսից միջամտություն չի լինի, հա, այդ
այդ ինստիտուտի կայացման, այդ ինստիտուտի որոշումների կայացման։ Դա էլ է այսպես մարդկային հատկանիշ է նաև որ չմիջամտես ինչ-որ մի ինստիտուտի աշխատանքներին։ Նաև այդ ինստիտուտը պետք է զգի, որ ինքը պաշտպանված է օրենսդրական առումով, հանրային առումով, հանրային ընկալման առումով։ Օրինակ մեր դատական համակարգը շրջափակվեց, չէ՞, դատարանները շրջափակվեցին։ Դա էլ վառ օրինակն է, որ ուղղակի միջամտություն եղավ, բայց մեր հանրության մոտ կարծես թե այսպես բողոք չեղավ, որ ոնց մեր դատարանները ոնց է դուք մեր արդարադատության ինստիտուտը ոնց է։ Որտեվ չկա զգացողություն, որ դա արդարադատության ինստիտուտն է։ Այսպես դաստիարակության հարցը, գիտակցության հարցը, որ պետքա մեր ընտրանին պատկերացնի, գնահատի։ Սա 1-2 տարում լուծելու խնդիր չի, մենք պետք է բավականին երկար աշխատենք եւ ամենակարևոր այդ հանգամանքներից մեկն է ժողովրդավարության սկզբունքը, որ իշխանության փոփոխություն կարող է լինել ընտրությունների միջոցով։ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն չի եղել առհասարակ եւ այս մթնոլորտում դժվար է լինի։ Երբ որ տեսնում ես, որ քաղաքական ուժը պարտվում է տեղական ինքնակառավարման ինչ-որ մի մակարդակում, բայց ինքը մյուս ուժերից այսպես ավականու անդամներ է գողանում եւ հելի նորից վերարտադրվում է, տեսնում ես, որ վերջ այդ ընտրության ինստիտուտը վերածը հաջորդ տարի մարդիկ ասեն էլ են գնում ավականու ընտրությունների մասնակցեն, այն անդիմության մեջից մեկը մի քանի հոգու կգողանան, էլի մեծամասնություն կկազմեն իրանց իշխանությունը կվերարտադրեն։ Այդպիսի օրինակներ ունեցանք ամբողջ Հայաստանով։ Ես վստահ եմ, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ևս նման խնդիրներ 30 տարին այդպիսի օրինակների մեջ է։ Այսինքն սա մարդկանց այն բանն է տալիս, ազդակն է տալի, որ նույնիսկ այն ընդդիմությանը ընտրելու համար կամ հակառակ իշխանության ընտրելու պարագայում որևէ երաշխիք չկա, որ իրանց ընտրած մարդը չի հայտնվի այնտեղ տարբեր ճնշումների պայմաններում։ Սա լուրջ բան է մարդկային առումով, որ ինքը ասում է իմ ձայնը փաստորեն բան չի որոշում։ Ես կարող մարդկանց ուղարկեմ ազգային ժողով կամ ավականի, իրանք ստիպեն ցանկացածից վերաբերալ կարելի է բան կոմպրոմատներ գտնել, հա, այսպես ասած, եւ գտնել լծակներ ճնշելու համար։ Եվ ճնշել բերել, այսինքն իշխանական այսպես որոշումներ։ Ինչ է կարծում, այդ կոմպրոմատներ չեն կարող նույն եվրոպական երկրների իշխանությունները կկարան, բայց մարդկանց մոտ կա այդ ներքին զսպվածությունը, դաստիարակությունը, վախը նաեւ, որ չանեն տես բան։ Մեզ մոտ չկա դա։ Այդ հանրության դատի վախենալու զգացողությունը պետքա լինի, եթե եւ դա կօգնի ինստիտուտների զարգացման։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Թեման իրոք խորն է, թվում է, որ շարունակենք խոսալ, մի 2 ժամ էլ կխոսենք։ Ամեն դեպքում արդեն մոտ 1 ժամ է զրուցում էինք։ Շատ շնորհակալ եմ, պարոն Պարսյան։ Մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքի եթերում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի նախաձեռնած հաղորդաշարը Հոգատար պետություն հարցականով։ Ինչու ենք մենք հարցական նշանը դրել, որովհետեւ իրոք շատ հարցեր կան պետությանը, պետական կառույցներին եւ մասնավորապես հանրային ինստիտուտներին։ Այսօր մեր հյուրներ տնտեսագետ Սուրեն Պարսյանը, տաղավարում աշխատեց Լիանա Խաչատրյանը։ Կհանդիպենք։ Շնորհակալ եմ։